Բժիշկ, սա այն հիվանդությունների շարքին է դասվում, երբ կարելի է վաղ կանխորոշել, դիագնոզել, ախտորոշել, այսինքն, եւ այնուհետ արդյունքը ավելի լավ կլինի։ Կարող ենք այսպես ասել։ Միանշանակ վաղ ախտորոշումը բերում է արդեն լավ արդյունքների, բուժման ավելի շատ ավելի լավ արդյունքների։ Կան սկրինինգային մեթոդներ, որոնք որ կարող են բերել վաղ ախտորոշմանը, դա թաքնված արյան արկայությունը կղանքում այդ սկրինինգային տեստերը, ես ինչքան գիտեմ, արդեն Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ներդրվել է եւ հիվանդները անցնում են այդ տեստը եւ դա արդեն հետագան արդեն գնում են հետազոտման, գնում են կապարակտոլոգի մոտ, գնում են կոլոնոսկոպիա կատարում եւ արդեն ախտորոշումը գնում է ավելի վաղ ընթացքում։ Ցավոք սրտի շատ ավելի բարդ դեպքերում են դիմում հիվանդները մեզ, երբ Այսինքն այդ ընթացքը չեն նկատում, թե կարող է չնկատեն, շատ դեպքերում ասում են, որ հա թութ կունեմ եւ թութքից է այդ արյունը գալիս, կարող է տեսնեն, կարող է եւ չտեսնեն էլ արյունը եւ արդեն ավելի բարձիթող վիճակում։ Այսինքն ամենաակնհայտ նշանը հենց արյան առաջին հերթին արյան արկայությունն